Արցախի տարածքում փաստագրված է 5600 եւ ավել պատմամշակութային հուշարձաններ, որոնց մեծ մասը 4-ից 19-րդ դարի հայկական քրիստոնեական ժառանգությունն է։ Հայոց դարավոր նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության այս աղրելի հետ ինքնին տարածքի պատմաիրավական պատկանելիության անվիճարկելի ցուցիչն է։ 2020 թվականից ի վեր սեպտեմբերի 27-ից սկսվեց դաժան պատերազմը, որը ոչ միայն տարածքային նվաճումներին էր ուղղված, այլև հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, հայերի բնիկության փաստի ժխտմանը, հայկականության հետքի վերացմանը։ Սրա վառ ապացույցը հենց հոկտեմբերի 8-ին կրկնակի նշանառությամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումն էր։ Այնուհետև շարունակվող վնասը, որ եկեղեցին փորձեցին քերել արձանագրությունները, ոչնչացնել Քրիստոսի պատկերաքանդակը եւ ձեղախեղել ու խեղաթյուրել եկեղեցու գմբեթը։ Ադրբեջանի հարվածները ոչ միայն ուղղված են բնապատմական լանդշաֆտին, այլև հատկապես թիրախավորված են քրիստոնեական եկեղեցիները, խաչքարերը, պատմական գերեզմանոցները, հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանները, հայրենական մեծ պատերազմին, արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանները, ինչպես նաև մերօրյա արժեքները։ Արդեն իսկ ոչնչացված են բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում Մեխակավանի Սուրբ Աստվածածին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Մայրամաձորի Սուրբ Մինաս, Բերձորի Սուրբ Համբարձում, Շուշիի Կանաչժամ Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցիները, ինչպես նաև վերջերս ոչնչացման թիրախում հայտնվեց նաև Տանձատապի եկեղեցին։ Եկեղեցիները ոչ միայն ոչնչացվում են, այլև ենթարկվում խոշտանգման, ձևախեղման, փոխվում է գործառույթը։ Դիցուք Շուշիի Կանաչժամ եկեղեցին ենթարկվեց ադրբեջանական խոշտանգման, նախ պատերազմի ընթացքում թիրախավորվեց այն, այնուհետև պայթեցվեց գմբեթը, այնուհետև եկեղեցուն կից հովվատունը վերածվեց սրճարանի, այնուհետև աղվանաուդիական համայնքի ներկայացուցիչները փորձեցին պղծել քրիստոնեական ծիսակարգը եկեղեցու, իսկ վերջում այն պարզապես պայթեցվեց։ Պետք է նշել, որ ադրբեջանական հարձակումների թիրախում են նաև համամարտկային ժառանգություն համարվող խաչքարերը։ 2010 թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն խաչքարային ողջ մշակույթը համարել է ազգային կարևորությունից վեր գտնվող եւ համամարտկային մշակութային ժառանգություն, բայց պատերազմի օրերին, ինչպես մենք տեսանք, Առաքել գյուղի վերածննդի խաչքարը տապալվեց գետնին ծանր տեխնիկայի մասնակցությամբ։ Բացի այդ, դիտավորյալ ոչնչացվեցին նաև Մարտակերտի, Մարտունիի, Աղանուսի խաչքարերը, Շուշիի պատմական գերեզմանոցի 12-ից 14-րդ դարերի խաչքարերը։ Ոչնչացման թիրախում են հատկապես պատմական գերեզմանոցները, որոնք պղծվում են, ոչնչացվում շինարարական ճանապարհային ենթակառուցվածքների եւ նոր շինարարական աշխատանքների պատրվակով։ Այն պատմական գերեզմանոցները, որոնք գտնվում են ճանապարհներին մոտ, անհետ ոչնչացվում են։ Այդպիսի վանդալիզմի զոհ են դարձել 18-րդ դարի Սղնախի պատմական գերեզմանոցը, Ասկերանի Շոշ համայնքի գերեզմանոցը, Շուշիի հին Ղազանչեցոցի գերեզմանոցը, Հադրութի գերեզմանոցը, պղծվում են նաև առանձին շիրմաքարեր, առանձին գերեզմանոցներ Ստեփանակերտում, Հադրութում եւ այլուր։ Բացի ոչնչացման քաղաքականությունից Ադրբեջանն ընտրել է նաև եկեղեցիների գործառույթի փոփոխման, իսկության ասպեկտների ոչնչացման եւ պատմության խեղաթյուրման քաղաքականություն։ Այսպիսով փորձվում է աղվանական հռչակել այն ժառանգությունը, որը միջնադարյան հայկական արձանագրություններով, խաչքարերով հարուստ պատմական ժառանգություն է։ Աղվանացման թիրախում են հայտնվել Դադիվանքը, Գանձասարը, Ամարասի 4-ից 5-րդ դարի քրիստոնեական ամենավաղ կարևորության եւ ամենակարևոր եկեղեցիներից մեկը։ Դադիվանքն իր շուրջ 200 արձանագրություններով համարվում է ոչ հայկական։ Գանձասարը, Ծակուրի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Տողի եկեղեցին, Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին, Սուրբ Եղիշե եկեղեցին եւ շարքը կարելի է ցավոք շարունակելի համարել։ Ինչ է անում Ադրբեջանը աղվանաուդիական համայնքի ներկայացուցիչներին, որոնք թեև քրիստոնյա են, բայց այլ էթնիկ հանրույթի են պատկանում, տարբեր ծիսակատարությունների, ադրբեջանական պետական նշանակության տոնակատարությունների օրերին, պետական պաշտոնյաների մասնակցությամբ այցելություններ են կազմակերպվում հայկական եկեղեցիներ եւ ուդիա
հայկական համայնքի ներկայացուցիչները կեղծում են պատմությունը, նշելով, որ այս եկեղեցիները ոչ թե հայկական են, այլ աղվանաուդեական համայնքին են պատկանում։ Ադրբեջանը նաև այս քաղաքականությունը ընդլայնել է միջազգային հարթակներում եւ վերջերս մենք ականատես եղանք, որ Լեհաստանում Վարշավայում կազմակերպվեց մեծ ցուցահանդես, որտեղ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով հայկական պատմական դադիվանքը, Ծակուրի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Ամարասը, Գանձասարը ներկայացվում էին որպես ոչ հայկական աղվանական ժառանգություն։ Բացի դա, նաև վերջերս Վատիկանում կազմակերպվեց հակաքրիստոնեական միջազգային գիտաժողով, որի թիրախում կրկին հայկական եկեղեցիները ոչ հայկական հռչակելներ։ Պետք է ասել, որ այս քաղաքականությունը բռնի տեղահանությամբ հասավ իր գագաթնակետին, քանզի բնապատմական լանդշաֆտից օտարվելով հայ քրիստոնյա հանրույթը զրկվեց ժառանգության պահպանման, վերստեղծման, դրանց հետ հաղորդակցման եւ մուտքի հնարավորությունից։ Սերունդների իրավունքների տեսանկյունից սա հարված է ոչ միայն ներկա կենսընթացում ապրող ժողովրդի ներկայացուցիչների, այլև սերունդների իրավունքների դեմ։ Պետք է նշել, որ բռնի տեղահանությունը ազատ ընտրության հնարավորության բացակայության պայմաններում խոշտանգումների, ռասայական ատելության, վախի, սարսափի, պատերազմական հանցանքների, էթնիկ զտումների, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների եւ հատկապես մշակութային ժառանգության թիրախավորման պատճառով իր սեփական պատմական հայրենիքը լքած ժողովրդի մասին է։ Բռնի տեղահանությունը չի ենթադրում ֆիզիկական ուժի գործադրում, բռնի տեղահանությունը հենց մարդկանց ահաբեկելն է, ընտրության հնարավորությունից զրկելն է եւ հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ստիպված լինեն լքել իրենց բնապատմական միջավայրը։ Բռնի տեղահանությունը հղի է նաեւ ոչ միայն սեփական ժառանգության հետ հաղորդակցման հնարավորության խախտումներով, այլև նոր արժեքներ ստեղծելու, ինքնությունը պահպանելու ծանրագույն խնդիրներով։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ժառանգության ոչնչացումը մարդկության դեմ ծանր հանցագործություն է համարվում։ Ինչու մարդկության դեմ, որովհետև ժառանգությունը իր բնույթով չի պատկանում մեկ մարդու, չի պատկանում միայն մեկ համայնքի, այն մոլորակի հարստությունն է եւ թիրախավորելով որևէ ազգի մշակութային ժառանգություն թշնամին հարված է հասցնում մոլորակի մշակութային բազմազանությանը, հարված է հասցնում հանդուրժողականության գաղափարին, հարված է հասցնում մարդու իրավունքներին, քանզի ժառանգության ոչնչացման ազդեցության առաջնային զոհը հենց արցախահայերն են։ Զոհ մեկնաբանում ենք ավելի լայն իմաստով։ Այո, հուշարձանների հարված է արցախահայերի մշակույթի իրավունքին, սեփական ժառանգությունն ու պատմությունը պահպանելու իրավունքին, այն սերունդներին փոխանցելու իրավունքին։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը սկզբնավորվելով դեռևս 20-րդ դարին թուրք-ադրբեջանական ցեղասպանական գործընթացներով այնուհետև 100 տարվա պատմություն ունենալով, երբ անդադար հայ ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը ենթարկվում էր խոշտանգումների, անհանդուրժողականության եւ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը անդադար ժխտվում էր, այս քաղաքականությունը մինչ օրս ունի շարունակությունը, բայց հանուն արդարության պետք է նշենք, որ հատկապես վերջին տարիներին միջազգային հանրությունը թեև դատապարտման եւ հանցագործության կանխարգելման գործընթացում քիչ բան է կարողացել անել, բայց երևույթները իրենց իրական անուններով կոչելու ճանապարհին բավականին լուրջ առաջընթացներ կան։ 2021 թվականին Եվրոպայի խորհրդարանը ընդունեց հայ ռազմագերիների վերաբերյալ բանաձևը, որի 16-րդ կետը անդրադառնում էր հայկական հուշարձանների ոչնչացմանը եւ դատապարտում էր այն։ 2022 թվականի մարտի 10-ին Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց եւս մեկ բանաձև, որը բացառապես մշակութային արժեքների ոչնչացման, դիտավորյալ ոչնչացման
ոչնչացման քաղաքականությանն էր վերաբերում։ Այս քաղաքականության ընթացքում միջազգային հանրությունը եզակի adekvatությամբ շեշտադրեց թե Ծակուրի եկեղեցուն հասցված վնասը, թե Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցին հասցված վնասը, թե Մոխրենեսի Սուրբ Սարգիսի ոչնչացումը, թե նաև Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածնի ոչնչացումը Ադրբեջանի քաղաքականությունը համարեց 100-ամյա քաղաքականություն եւ որ այսօր պարզապես այդ քաղաքականության շարունակությունն է եւ որ աշխարհը տեսել է Ջուղայի 10,000 խաչքարերի, 20,000 տապանակարերի եւ 100-ից ավել եկեղեցիների իսպառ ոչնչացումը եւ որ այդ ամենից հետո Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ է ընտրվել եւ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը դատապարտման փոխարեն Ադրբեջանին համարել է հանդուրժողականության ամենակարևոր երկրներից մեկը։ Պետք է նշել, որ 2024-25 թվականներին միջազգային հանրությունը եւս пассив չի եղել։ Նիդերլանդների խորհրդարանն է ընդունել բանաձև, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան է ընդունել բանաձև, Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ինստիտուտն է ընդունել եւ Կարմիր դրոշի ահազանգեր ուղղել Ադրբեջանին, նշելով, որ այն ինչ տեղի ունենում այսօր Արցախում մշակութային ցեղասպանություն է եւ ցանկությունը, որով դիտավորյալ կատարվում է էթնիկ զտումների հայ ժողովրդին իր բնապատմական լանդշաֆտից օտարման քաղաքականություն, ընդհուպ մոտենում է ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության տարերին։